Դե ինչ բարի առավոտ մեր սիրելի թանկագին հեռուստադիտող, ողջունում եմ ձեզ, եւս մեկ անգամ բարի արև եմ մաղթում, լավ տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ եկեք միասին պատրաստենք մի համեղ աղանդեր։ Սիրելիներս, այս աղանդերի բաղադրիչները բոլորից շատ ծանոթ է, մշտապես վստահ եմ այս բաղադրիչներով դուք ինքներդ լիքը համեղություններ եք պատրաստում։ Այսօր առաջարկում եմ իմ տարբերակը, այսինքն մի փոքր միգուցե ավանդական տարբերակներից տարբեր։ Այստեղ ունեմ շերտավոր խմոր, որը հենց այս պահին իսկ կսկսենք միասին բացել եւ տեղափոխել ջեռոց, որովհետեւ ժամանակային առումով պետք է հասցնենք ամեն ինչ։ Եկեք միասին հենց այս պահին շերտավոր խմորը բացենք եւ խոսենք մյուս բաղադրիչներից։ Ահա, ես լցնեմ սեղանի վրա ալյուր, որպեսզի կարողանանք այս գեղեցիկ խմորը հեշտությամբ բացել։ Ես համարյա թե Նապոլեոնի տարբերակով աղանդեր եմ այսօր պատրաստելու, բայց մի փոքր փոփոխված, ավելի հեշտ, ավելի այսպես արագ պատրաստվող, ավելի հետաքրքիր։ Ինչպես միշտ այսօր եւս նշեմ, որ ես շերտավոր խմորը ինքս չեմ պատրաստում, ժողովուրդ ջան, ես գնում եմ խանութներից, որովհետեւ շատ լավն են մեր բոլոր պատրաստի վիճակում շերտավոր խմորները, ես շատ հավանում եմ, բոլոր այսպես առաջարկները շատ լավն են, այնպես որ կարծում եմ չարժե սրա վրա ժամանակ ծախսել, եթե դու շատ զբաղվածություն ունես եւ շատ այսպես ժամանակի խնդիր կա, բայց եթե մշտապես բնականաբար տանն ես եւ այդ հնարավորությունը կա սեփական ձեռքերով պատրաստել այս հրաշք խմորները, բնականաբար դա ավելի ճիշտ է։ Ահա, հիմա փորձենք ամբողջությամբ բացել, մեզ պետք է մեկ ամբողջ քառակուսի կտոր, որը ես պետք է տեղադրեմ ջեռոցի տապակի մեջ, այնուհետև կտրատենք եւ եփենք, այսպես։ Շատ ջանք չի պահանջում, հատկապես երբ գիտեք պատրաստի վիճակում է, նույնիսկ գռտնակելու ժամանակ շատ ջանքեր մեզնից չի խլում, ահա տեսեք, որ արդեն մոտավորապես արդեն բացեցի այն չափով, որը մեզ պետք է։ Հենց հիմա կտեղափոխեմ տապակի մեջ եւ այն կկտրատենք, ահա, այսպես, շատ լավ է, մի չարչարվեք, առանձնապես այստեղ չարչարվելու կարիք չկա, որ ամեն ինչ հավասար լինի, ամեն ինչ ճիշտ լինի, որովհետև միևնույն է այն, այսպես ասած, փշրելու ենք, ընդհանուր մասսայի ենք վերածելու, դրա համար շատ չարչարվել պետք չէ։ Ես տապակի մեջ ալյուրը լցնեմ, որպեսզի չկպչի մեր խմորը, այսպես, ահա, եւ տեղափոխեմ իհարկե տապակի մեջ։ Ինչ եմ անում սիրելիներս այս պահին, մեր այս դանակով փորձեմ կտրատել այսպիսի շերտերով, մի փոքր ծուր ստացվեց, բայց ոչինչ, դա էլ կարևոր չէ, եւ իհարկե, ահա տեսեք, այս մի կտորը ես այստեղ շատ եմ բացել, ոչինչ, այսպես, եւ իհարկե փոքրիկ քառակուսիների վերածենք, այսպես, ահա, այս հատվածն էլ կկտրատեմ եւ արանքներում կտեղադրենք, այսպես, պատկերացրեցիք, մեզ այսպիսի փոքրիկ կտորներ են պետք լինելու, ահա, խնդրեմ սիրելիներս, եւ հիմա տեղափոխելու եմ այս բոլորը ջեռոց, ավելորդ, այսինքն այսպես առանձնացնեմ մի քանի կտոր, որպեսզի եփվելիս չխանգարի մեր մյուս կտորներին, ես կդնեմ մյուս տապակի մեջ եւ այդպես կեփվեն, շատ լավ կեփվեն, այս կտորները առանձին։ Ահա, խնդրեմ, սա էլ կարելի է առանձնացնել։ Սիրելիներս, հավկիթ չենք տրորում այս կտորների վրա, դրա անհրաժեշտությունը չկա, պարզապես պատարագաղի օգնությամբ, ահա, ծակծկենք, որպեսզի խմորի մեջ եւս եփվի, բոլոր կտորների վրա անցքեր բացենք,
Այսպես եւ տեղափոխենք ջեռոց։ Ջեռոցը 180 աստիճան 15 րոպեից կարծում եմ պատրաստ կլինի։ Այս մյուս կտորները եւս ես հենց հիմա կտեղափոխեմ թավայի մեջ եւ իհարկե սրանք էլ կեփվեն, որովհետեւ սրանք մեզ դեռ պետք են։ Իսկ այս ընթացքում ես ներկայացնեմ, թե ինչ ունենք այստեղ։ Այստեղ ունենք ուրեմն սերուցքային, կատնաշորային պանիր, որով համարյա թե այսպես ասած կրեմ ենք պատրաստելու։ Օգտագործելու եմ նրա հետ սերուցք եւ խտացրած կաթ։ Խտացրած կաթ, կատնաշորային պանիր եւ սերուցք այս միասին այս բոլորը միախառնելու ենք, կրեմ ենք ստանալու։ Իսկ կակաոն շաքարավազը բնականաբար մի փոքր էլի սերուցքի եւ կարագի հետ ուրեմն ջնարակ ենք պատրաստելու, գանաշ։ Եվ ելակն էլ իհարկե թե արանքներում կտեղադրենք մեր թխվածքի եւ թե վերջում զարդարանքի համար։ Էնպես որ սիրելիներս այս մի քանի բաղադրիչները կարող են հրաշքներ գործել, իհարկե մշտապես վստահ եմ դուք ինքներդ էլ օգտագործում եք այս բոլորը, բայց այսօր դե այս տարբերակը կկիրառենք։ Հիմա սկսենք հենց կրեմի պատրաստումից։ Ես իհարկե այստեղ դեռ պետք է կարգի բերեմ սիրելիներս, խմորները պետք է դնեմ, որպիսի եփվի, բայց այս պահին կարող ենք մի քանի բան միախառնել իրար։ Ահա, այս ամանի մեջ ես կավելացնեմ մեր սերուցքային պանիրը, կատնաշորային եւ սերուցքային։ Այստեղ կավելացնեմ մի փոքր խտացրած կաթ։ Խտացրած կաթը ըստ ճաշակի, սիրելիներս չեմ շտապի շատ ավելացնել, ընթացքում կփորձեմ, եթե քաղցրությունը նորմալ է, ապա շատ լավ, եթե ոչ մի փոքր կավելացնեմ, դեռ ամբողջությամբ չեմ ավելացնի, եւ իհարկե այստեղ փորձենք մի փոքր խառնել, չնայած ես հարիչ ունեմ եւ հարիչով եմ վերջնական խառնելու, այսպես։ Եվ մի քիչ էլ սերուցքը մեզ օգնության կհասնի, որպեսզի ավելի հյութեղ դառնա մեր կրեմը։ Այս պարագայում սիրելիներս շատ այսպես խիտ, պինդ կրեմ անհրաժեշտ չի։ Կարելի է մի փոքր էլ այսպես սովորաբար ավանդական տարբերակից մի քիչ թույլ լինի, այնպես որ դա էլ կարող եք նկատի ունենալ, որովհետև այս խմորիկները երբ եփվեն, մենք այն փշրելու ենք, ընդհանուր խառնելու ենք եւ այսպես մի քիչ հետաքրքիր, բայց նաեւ այսպես փափուկ եւ հյութեղ տարբերակ պիտի ստացվի։ Այսպես խառնեցի նաեւ ամբողջությամբ միախառնեցի, բայց սրանով չի ավարտվում, ես պետք է այն հարիչով եւս խառնեմ։ Հիմա տեսնենք, թե ինչ կստացվի դրանից։ Եթե խտացրած կաթ չկա ձեռքի տակ, սիրելիներս, բնականաբար կամ շաքարի փոշի, կամ շաքարավազ, ոնց հարմար կլինի։ Հիմա փորձենք այստեղ տեսնեմ կստացվի, ես ուրեմն կարծում եմ մի քիչ էլ կավելացնենք սերուցք։ Այո, սիրելիներս, ստացվեց այն, ինչը որ մեզ պետք է։ Ահա, խնդրեմ, տեսեք, այսպես դնեմ այստեղ, որպեսզի տեսանելի լինի, այ այսպիսի համեղ եւ ընտիր կրեմ ստացանք, այսպես, կարծում եմ կարելի է նաեւ համ տեսել, վայ Սուրեն, ինչ լավ պահի եկար, խնդրեմ, կարող ես մի փոքր համ տեսել, դժվար է քեզ, ես կրեմ համ տեսել չգիտեմ կրեմ ինչքանով աճի, որտեղ ես քաղցր չեմ սիրում, ինձ համար ավելի լավ է որ քաղցրը քիչ լինի, բայց գիտեմ որ սրա մեջ ավելի շատ լինի։
Ընտիրը։ Ահա, վերջ։ Եթե արդյունացից ընտիր է, ուրեմն շատ լավ է։ Այո, ես կարծում եմ։ Մենք ինչ ենք անելու, ունենք ժամանակ փոքրիկ դադար տալու։ Այո, իհարկե ունենք, ես դադարի ընթացքում իհարկե կարգի կբերեմ եւ այս խմորները նույնպես պետք է եփվեն։ Կտեղափոխենք ջեռոց, այնուհետև շարունակությունը ելի մեր հերոստատողի հետ միասին։ Դե շատ լավ է, այս պահին կունենանք կարճ դադար, հետո տաղավարում կողջունենք մեր հյուրերին, խոսել ենք մի շատ հրաշալի աշխատանքի մասին, նոր ներկայացման մասին, հետո արդեն կվերադառնանք ու կգանք խոհանոց տեսնելու համար, թե ինչ արեց Ադրինեն։ Բարի։ Դե բարի առավոտ։ Այո, ես եկա խոհանոց, որպեսզի Ադրինի հետ միասին հասկանանք ինչ ենք անում։ Ադրին արդեն ելակները կտրտել է։ Այո, կտրատել եմ, մի քանի հատ էստեղ մնացել է, կկտրատենք։ Մենք հերոստատողին հիշեցնենք, որ այսօր քաղցր աղանդեր ենք պատրաստում, որի բաղադրիչներն են շերտավոր խմոր, սերուց, խտացրած կաթ, ուրեմն կատնաշորային պանիր, որով կրեմ ենք պատրաստել։ Հենց հիմա ես սառնարանից կբերեմ կրեմը։ Այստեղ արդեն փոքրիկ խմորները թխված են։ Այո, հերոստատողին ասենք, որ այսպիսի տեսք ստացան մեր խմորիկները, որոնք պետք է դեռ վերածվեն հրաշքի։ Այստեղ ունենք կատնաշորային պանիր, սերուցք ենք օգտագործել, խտացրած կաթ եւ իհարկե ելակն ենք ավելացնում մեր կրեմի մեջ։ Կրեմը որպես այդպեսին չհամարենք շատ կրեմ, պարզապես քաղցր սոուս կարելի է սա անվանել, որը դե կօգտագործենք թխվածքի մեջ։ Ահա խառնենք։ Ինչ է սպասվում մեզ այսօր։ Այո, ես Իդեպ երեք ես եթերում չէի եւ նկարահանման էի, բայց դու իմ պատվերով Ադրինա պատրաստել ես պասուց տոլման, որը ես գիտեմ պահել ես։ Ոչ մեկին չես տվել։ Ոչ մեկին, մենք պահել ես։ Չենք կերել, առանց քեզ։ Որ այսօր պասուց տոլմա ուտենք միասին։ Առանց քեզ նույնիսկ չենք մոտեցել կաթսային, այնպես որ պատրաստ է։ Իմիջիալոց 3 քո պատվերով էի որոշել մեր օրվա բաղադրատոմսը դու բացակայեցիր, այսօր Սոնայի պատվերով եմ որոշել, Սոնան է բացակայում, բայց նրա բաժինել կպահենք, որպեսզի անկանխատեսել է հերոստատեսությունը։ Այս երեխեքը սենց են, ժողովուրդ ջան։ Ադրի ջան, մենք մեղավոր չենք։ Պրոդյուսերը ոնց ասում է նկարահանումներն, այդպես կարգավոր։ Դե ես հասկանում եմ, բայց հասկանում եմ նաև այ մամաներին գցելը ոնց անում են ժողովուրդ ջան։ Այ հենց սենց։ Այդպեսին։ Լավ, ինչ պիտի անենք, քանի որ ունենք երևի թե 1 րոպե ժամանակ մինչև դադարը։ Բարի, եւ մենք հենց այս պահին կրեմը ուրեմն պատրաստ է, մենք հենց այս պահին այս կաթսայի մեջ ավելացնենք 2 ճաշի գթալ կակաո։ Ահա, մոտավորապես 40 գրամ, այսպես ասած։ Այստեղ ավելացնենք շաքարավազ, որպեսզի մեր ջնարակը պատրաստենք, ահա 4 գթալ ավելացրեցի, ուրեմն շաքարավազ, խառնենք եւ այստեղ պետք է ավելացնենք կարակ, երևի թե 50-ից 100 գրամ աչկա չափով կհասկանանք ինչ պետք է անենք։ Շատ լավ, Ադրինա, ռեժիսորը իմ ականջին ասում է արդեն դադար, այնպես որ հիմա մենք այս ամենը Ադրինը խառնի կպատրաստենք։ Այո, ես կպատրաստեմ, հետո շարունակենք։ Այս պահին դադար, որից հետո վերադառնալու ենք տաղավար։ Բարի ողջույն իմ շատ սիրելի հեռուստատող սիրելիներս, հավաքվեք գնալու ենք Hills լողավազանի այդ բարիքներից օգտվելու։ Արևը շողում էր, շատ շրջակայքը շատ գեղեցիկ էր, ես կարծում եմ շատ լավ հանգստի համար նախատեսված պայմաններ կան, այնպես որ մոտակա հանգստյան օրերին կազմակերպեք ձեր հանգիստը հենց այնտեղ։ Իսկ ես ձեզ ասեմ, թե ինչ արեցինք մինչ այս պահը։ Սիրելիներս, եթե հիշում եք, ունեինք շերտավոր խմոր, որը կտորների վերածեցինք եւ եփեցինք, արդեն պատրաստի վիճակում են վաղուց։ Ես այն մի փոքրացրեցի, փշրեցի, հենց ձեռքով փշրել եմ։ Այստեղ ունենք մեր սոուսը, քաղցր սոուսը, կրեմային մի փոքր այսպես շեղումներով։ Ինչ ենք օգտագործել՝ սերուցք, կատնաշորային պանիր եւ իհարկե խտացրած կաթ։ Այնտեղ ավելացրել ենք նաեւ ելակի կտորներ։ Հիմա այս գեղեցիկ համադրությունը ավելացնենք մեր շերտավոր խմորի վրա։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Շատ անուշիկ բույր ունի իմիջայլոց, չգիտեմ, երևի թե խտացրած կաթն է, այսպես բուրում եւ ելակը իհարկե։ Եվ փորձեմ շատ զգուշությամբ այն խառնել, որպեսզի բոլորը միախառնվեն, թե համերը եւ թե բաղադրիչները։
Եվ սիրելիներս, ահա եթե տեսնում եք, ես այստեղ պատրաստել եմ մի տարա, որտեղ ուրեմն այս խոհանոցային թաղանթն եմ տեղադրել, որովհետև մենք ամենավերջում պետք է այսպես փորձենք շուռ տալ այն մեր մատուցվող ամանի մեջ, եւ այս թաղանթը շատ կօգնի մեզ, այնպես որ նկատի ունեցեք։ Իհարկե մատուցման ձևը ամբողջությամբ ձեր տրամադրությամբ դուք դասավորեք, կարող եք գեղեցիկ շատ այսպես սկուտեղի վրա այս ամենը տեղադրել նախապես, կարող եք որևիցե թափանցիկ վազочкայի մեջ, այսպես ամանիկի մեջ շերտ առ շերտ տեղադրել, օրինակ կարող է մի հատվածը լինել այս զանգվածը, մի հատվածը ելակը նորից այս հատվածը, այնպես որ դա թողնում եմ ձեր ճաշակին։ Ես այսօր առաջարկում եմ այս տարբերակը։ Ահա, համարյա թե միախառնվեց, սիրելիներս, բայց այնպես անենք, որպեսզի բոլոր կտորները թխվածքի, ուրեմն թաթախվեն այս սոուսի մեջ։ Կարծում եմ լավ է, արդեն կարող ենք տեղափոխել մեր ամանիկի մեջ։ Այսպես։ Ահա։ Եվ հիմա փորձենք այն դասավորել, այսպես ասած հարթեցնել, այսպես, ամբողջությամբ կհարթեցնենք և իհարկե կծածկենք, այն պետք է մի քանի րոպե մնա սառնարանում, վերջում արդեն կվայելենք։ Շատ լավ, իսկ ես նշեմ անպայման, որ մենք այս ամենը նաև իհարկե կարող ենք համեմել, շատ համեղ կոմպոտներով, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, իդեպ նշեմ, որ պահածոների տեսականին նույնպես հասանելի է բոլորին։ Ես բազմիցս նշել եմ, որ այս ամբողջ պահածոների տեսականից ամենաշատը ինձ հետաքրքիր են թթուները, նույնիսկ այս ամռան եղանակին ես շատ եմ սիրում թթու, այնպես որ վայելում ենք այստեղ մենք յուրաքանչյուր առավոտ, այն հասանելի է նաև բոլորին։ Եվ չենք մոռանում կաթնամթերքի մասին, որը ոչ միայն հասանելի է Հայաստանում, Էլոլա ապրանքատեսակը, նաև Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցները նույնպես ունեն հնարավորություն հայկական խանութներից ձեռք բերելու Էլոլան, Սյունյաց լեռների համը եւ հոտը։ Կաթնամթերքում ամբողջությամբ ներկայացված պանիրների տեսականին, թթվասեր, կաթնաշոր, մի խոսքով այն ամենը, ինչը ձեր օրվա սպիտակուցային պաշարը կարող է ապահովել։ Դե ինչպես տեսնում եք, Ադինեն էլ արդեն օգտվեց այդ կաթնամթերքից եւ պատրաստեց այս համեղությունը։ Հիմա այս համեղությունը գնում է սառնարան, մի քիչ զովանալու։ Այո, մենք անպայման կուղարկենք սառնարան, որպեսզի այսպես սառչի, հանգստանա, ինչ ուզում եք անվանեք։ Այս մյուս կտորները մենք կարող ենք հետո ուրիշ բանի համար օգտագործել, կամ կարող եք էլի եւս մեկ անգամ սոուս պատրաստել եւ ավելացնել մեկ այլ տարբերակով կամ այլ հատապտուղներով։ Իմիջիայլոց ուզում եմ նշեմ, որ մենք այս ընդհանուր այս թխվածքի վրա, այս աղանդերի վրա ես ծախսել եմ 2000, մոտավորապես 700 դրամ, ասեմ, որ աղանդերի համար ոչինչ լավ գին է, այնպես որ այս չափաբաժնի համար չափաբաժինը վատ չէ, իմիջիայլոց նշեմ, մեկ գավաթ ընտիր սուրճի հետ, կարծում եմ, սա կարելի է լավ վայելել, այնպես որ նկատի ունեցեք։ Այդ ամենը նաև արվեստի տեսանկյունից, որովհետև միշտ համեղ քաղցրավենիքը, սուրճը տրամադրում են ստեղծագործելուն, Ադրինե։ Ես լիովին համամիտ եմ քեզ հետ, որովհետև արվեստից, մշակույթից ավելի գեղեցիկ, հրաշալի, գունեղ բան չկա այս աշխարհում։ Այո։ Քիչ հետո մենք մեր հյուրի հետ էլ կպարզենք արդյոք նա ստեղծագործելու ժամանակ սուրճ է խմում, վայելում է այդ process-ը, թե իրեն ոչ մի բան չպիտի խանգարի։ Ես կարծում եմ այդ փոքրիկ հաճույքները դեռ օգնում են, ոչ թե խանգարում։ Ավելին։ Դե եթե բան չկա անելու, այս ամենը ուղարկում ենք սառնարան, որպեսզի սառչի։ Այո, շատ բարի, միայն այստեղ նշեմ, որ ջնարակ ենք պատրաստել, այն ամենավերջում մատուցելիս արդեն կավելացնենք վրան։ Ասեմ, որ հիմա կլինի կարճ դադար, հետո արդեն տաղավարում կողջունենք Ավո Խալաթյանին եւ խոսելու ենք նրա նոր ցուցահանդեսի մասին, հրաշալի արվեստի գործեր, որոնք կներկայացվեն շատ շուտով արդեն արտ կվարտալում, այնպես որ դուք նույնպես կունենաք հնարավորություն այդ ամենը դիտելու եւ վայելելու։ Ինչպես ստեղծվեց այս գլուխգործոցները եւ ինչը նրան դրթեց դեպի այդ քայլը, կիմանանք արդեն քիչ հետո հենց նրա հետ մեր տաղավարում։
Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ուզում եմ մատուցեմ այն համեղ աղանդերը, որը միասին պատրաստեցինք։ Պատրաստեցինք ամենահասանելի եւ պարզ բաղադրիչներով, մեզ շերտավոր խմոր էր պետք, սերուցք էր պետք, խտացրած կաթ, կաթնաշոռային պանիր եւ իհարկե շոկոլադ։ Ահա պատրաստ է այն, մի փոքր թողեցի, որպեսզի սառնարանում սառչի։ Հիմա արդեն կմատուցենք, տեսնենք, թե ինչ է ստացվել, սիրելիներս։ Ահա, այս թաղանթը մեզ կօգնի, որպեսզի շատ գեղեցիկ կարողանանք հեռացնել այն ամանից։ Ահա, հենց տախտակի վրա եմ ուզում մատուցել, սիրելիներս, որպեսզի ստացվի շատ ամառային եւ շատ հետաքրքիր։ Ահա, վերցնենք մեր ամանը, այսպես, եւ հեռացնենք այս թաղանթը, ահա, այսպես, ահա, ստացել ենք այսպիսի հետաքրքիր թխվածք եւ իհարկե այս ջնարակը, որը պատրաստեցին կակաոյով, կակաոյի փոշիով, շաքարավազով եւ իհարկե կարագ օգտագործեցինք, ցանկության դեպքում մի փոքր սերուցք կարող եք ավելացնել, սիրելիներս, այսպես առատ կլցնենք վրան եւ իհարկե կզարդարենք ելակով եւ ես ունեմ մի քանի շոկոլադե կտոր։ Ահա, տեսնենք, թե ինչ կստացվի սրանից, այսպես, բայց կլինի շատ համեղ։ Սիրելիներս, դուք էլ փորձեք պատրաստել այս հետաքրքիր եւ հեշտ տարբերակը թխվածքի եւ վայելեք։ Ահա ելակով փորձեմ գեղեցիկ դասավորել եւ մաղթել ձեզ բարի ախորժակ, մաղթել ձեզ լավ օր եւ ասել, որ մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ, որովհետեւ մենք ձեզ շատ ենք սիրում, սիրելիներս։ Լավ մնացեք, առողջ եղեք, ճաշայեք եւ վայելեք այսպիսի համեղ վիտամիններով հարուստ մթերքներ եւ բաղադրատոմսեր ու մնացեք միշտ առաջին ծրագրի հետ։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Լավ եղեք։